եւ այսպես Սյունիքի աշխարհաքաղաքական ռեբրենդինգը թուրքական ուղեղային սեթա կենտրոնի կարևոր զեկույցը հարգելի հեռուստադիտողներ, ինչպես հիշում եք, տարեսկզբին Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակեց իր տարեկան զեկույցը, որում ի թիվս այլնի խոսում էր օրինակ հիբրիդային սպառնալիքների մասին, բայց մենք տեսանք, որ եկավ Ալեն Սիմոնյանը եւ ասաց, որ ոչ մի հիբրիդային պատերազմի մասին էլ չես կարող խոսել, բայց բացի հայաստանյան կառույցներից նաեւ այլ համաշխարհային տարբեր տերությունների ներկայացնող կառույցները եւս վերլուծություններ են ներկայացնում եւ մեզ հետաքրքրող վերլուծություններից մեկը հրապարակել է թուրքական կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկը Ռեջեփ Տայիպ Էրդողանի կարևորագույն ուղեղային կենտրոններից մեկը Սեթա վերլուծական կենտրոնը, որովհետեւ հասկանանք, թե ինչ կարևոր նշանակություն ունի այս կենտրոնը Թուրքիայի ներքաղաքական կյանքում, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որոշելու հարցում, պարզապես հիշեցնենք մի բան, որ Իբրահիմ Քալինը, ով ղեկավարում է հիմա թուրքական հետախուզությունը, ՄԻՏ-ը, նա հենց Սեթայի սան է եւ երբ որ ընթերցում ես Սեթայի Security Radar 2026 վերլուծությունը, դու հասկանում ես հետեւյալը, որ իրենք ունեն շատ լուրջ ծրագրեր, որոնց վերջն արդյունքում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը առհասարակ պետք է փոխվեն եւ 2026 թվականը իրենք ամբողջությամբ նվերելու են այս տեսակ գործողություններ իրականացնել։ Եկեք հիմա մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք այս զեկույցին։ Կարևորագույն թեմաներից մեկը, որին զեկույցում անդրադարձել են, վերաբերվում է թրիպին, գրեթե չգիտեմ բացահայտում է իրենց համար այդ թրիպ նախագիծը, մեր գործընկերուհին Անին Ավետյան անպայման իր հեղինակային հաղորդման շրջանակներում ավելի մանրամասն կանդրադառնա եւ թուրքական Սետա կենտրոնի ներկայացրած վերլուծությանը եւ թուրքական կողմի մտահոգություններին կապված թրիպի հետ, բայց մենք պարզապես ընդգծենք հետեւյալը, ինչ է նշվում թուրքական այս զեկույցում։ Մի կողմից իրենք օգտագործում են թրիպ այդ հասկացությունը, բայց մյուս կողմից ավելի քան 10 անգամ Սեթայի զեկույցում օգտագործվել է Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Ճիշտ է, այնտեղ խոսվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման եւ այլն եւ այդպես շարունակ այդ տեսակ ձևակերպումներ կան, բայց կրկին ասենք, իրենք կրկին օգտագործում են հենց Զանգեզուրի միջանցք ասված եզրույթը։ Եվս մի կարևոր հանգամանք կա, որը պարտադիր պետք է նշենք Սեթայի զեկույցի համատեքստում, տեսեք, իրենք երբ որ վերլուծում են Զանգեզուրի միջանցք ասվածը, Զանգեզուրի միջանցք եզրույթը, նշում են, որ սա մի ծրագիր է, որը նպաստելու է միջազգային առումով խաղաղությանը, ավելին այնտեղ նշում է հետեւյալը, որ ամերիկյան ուղիղ ներդրումները, որոնք կատարվելու են թրիպի շրջանակներում, ամերիկյան կողմի ներգրավվածությունը եւս հանգեցնելու է նրան, որ մենք ունենալու ենք տարածաշրջանում խաղաղություն, բայց երբ որ մենք վերլուծում ենք թրիպի վերաբերյալ արկա այլ փաստաթղթերը, մենք տեսնում ենք հետեւյալը, որ մի կողմից ճիշտ է, կան գնահատականներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ ինքնիշխանության ներքո է տեղի ունենալու այդ կոմունիկացիոն նախագծի իրականացումը, բայց տեսեք, նույն այդ պրոյեկտի մեջ նշված են հետևյալ հասկացությունները՝ back office, front office, այսինքն լինելու են առանձին մարդիկ, որոնք չեն լինելու հայեր, Հայաստանի Հանրապետության պետական կառույցները չեն ներկայացնելու, իրենք են առաջինը ադրբեջանցիներին սահմանին դիմավորել, այսինքն ադրբեջանցին, եթե Հայաստանի տարածքով գա եւ Նախիջևան ինչ-որ ապրանք տանի, իրեն front office-ի շրջանակներում դիմավորելու են Հայաստանի Հանրապետության, ոչ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները, ու եւս մի կարևոր հանգամանք, տեսեք, նույն թրիպի շրջանակներում այս զեկույցին վերաբերվող Սեթայի զեկույցին մասին ենք այս պարագայում խոսում, իրենք խոսում են, որ սա չափազանց կարևոր նախագիծ է, որը հնարավորություն է տալիս Թուրքիան կապել թուրքական աշխարհի հետ, կենտրոնական Ասիայի հետ, բայց կրկին, հա տեսեք, վերադառնալով այս Զանգեզուրի միջանցք եզրույթին, ինչն է հետաքրքիր, թրիպ նախագիծը ֆորմալ առումով ինքը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով, բայց ինքը մաս է ավելի մեծ, ավելի գլոբալ մի նախագծի, բայց այդ նախագծի հատվածները, որոնք անցնում են Ադրբեջանով, իրենք ադրբեջանական կողմի լիակատար վերահսկողության ներքո են։ Ադրբեջանով, երբ որ հիմա կառուցվում է երկաթգիծ, կառուցվում է ավտոճանապարհ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանները, իդեպ եւ Նախիջևանից եւ Ադրբեջանի հիմնական հատվածից, այնտեղ որևիցե խոսք չկա միջազգային կոնսորցիումի մասին, որևիցե խոսք չկա back office, front office հասկացությունների մասին։ Դա լինելու է ադրբեջանական կողմի ինքնիշխանության ներքո։ Այլ խնդիր է, որ Հայաստանի
Հանրապետության իշխանությունները շատ լավ հասկանում են ներկայացվածի ռիսկերը, նաև շատ լավ հասկանում են, որ սա չափազանց տոքսիկ թեմա է, հետևաբար փորձում են այս բոլոր հարցերը շրջանցել եւ միայն ընտրություններից հետո իրենք օրինակ կարող են կանգնել եւ ասել հետեւյալը. ում երեխաների հաշվին եք դուք ուզում պատերազմ անեք, եթե Ադրբեջանին անհրաժեշտ է այն տեսակ կոմունիկացիա, որը ժամանակին կար Լաչինում, Լաչինի միջանցքի ֆորմատով գործող կոմունիկացիա, մենք այլ ընտրանք չունենք, մենք այլ ելք չունենք եւ պետք է գնանք այս տեսակ զիջումների, որ մենք կարողանանք խուսափել պատերազմական գործողություններից։ Եվս մի կարևոր նրբերանգ հարգելի հերոստատիտողներ, դուք նկատել եք, որ օրինակ երբ որ գալիս է մեկնաբանություն Վլադիմիր Սալավյովից, ով մեկնաբանում է Հայաստանի Հանրապետության դերը նշանակությունը Ռուսաստանի Դաշնության համար, ասում է, որ Վենեսուելայից շատ ավելի կարևոր է Հայաստանի Հանրապետությունը, այնտեղ նաև խոսք է գնում այն մասին, որ Ռուսաստանը իր շահերը պաշտպանելու համար պետք է կարողանա աշխարհի այլ հատվածներում եւս հատուկ ռազմական գործողություն իրականացնել, թեպետ ուղիղ չի ասում, որ Հայաստանում պետք է ռազմական գործողություն իրականացվի, ինչի անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, այո, Ռուսաստանի Դաշնության դեսպանին կանչում են արտաքին գործերի նախարարություն եւ բողոքի նոտ հանձնում, բայց հետաքրքիր է, չէ, որ սետայում զետեղված այս վերլուծության վերաբերյալ, իսկ հիշեցնենք, սետան կարևորագույն ուղեղային կենտրոններից մեկն է թուրքական պետական համակարգում, իրենց երկրի փոխարտգործնախարարը եւս սետայի ներկայացուցիչն է, Հայաստանի Հանրապետության իշխանությունները արտաքին գործերի նախարարության մակարդակով քար լռություն են պահպանում։ Ընդհանրապես սետայի այս զեկույցում կան հետաքրքիր կարևոր դրվագներ կապված ընդհանրապես հարավային Կովկասում անվտանգային ճարտարապետության վերաբերյալ կարևոր շեշտադրումներ կան, ամենակարևոր շեշտադրումներից մեկը վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին եւ իրենք չեն էլ թաքցնում հետեւյալը, որ ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորություն է ստեղծել Թուրքիայի համար ամրապնդել իր դիրքերը հարավային Կովկասում, ավելին այնքան ժամանակ մինչև Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, այդ պատմական հնարավորությունների պատոհանը պետք է օգտագործվի Թուրքիայի կողմից, դրա համար ենք նշում, որ իրենց համար Հարավային Կովկասի նոր ճարտարապետության տեսքի մասին է այս 2026 թվականի սետայի զեկույցը։ Եվս մի կարևոր նրբերանգ, որի մասին անպայման պետք է խոսել, այստեղ նշում է հետևյալը, որ քանի Հայաստանի Հանրապետությունը ինքը դժգոհ է կամ հիասթափված է Ռուսաստանի Դաշնության իշխանություններից, պետք է եւս այս իրավիճակը օգտագործել։ Իրենք գրեթե կրկնում են այն տեքստերը, որոնք այստեղ ասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եւ այստեղ է որ տրամաբանական հարց է առաջանում, լավ, իսկ իրականում այդ տեքստերը որտեղից են գրում, ով է իրական սկզբնաղբյուրը այդ տեքստերի։ Նաև ինչն է այնտեղ նշում, որ իհարկե տարածաշրջանին անհրաժեշտ է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի Թուրքիան, միևնույն ժամանակ իրենք նշում են, որ կարևորագույն գործոնը տարածաշրջանի խաղաղության, անվտանգության ապահովման դա Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքն է, Հայաստանի հետ էլ այո հնարավոր է հարաբերությունների հաստատում, բայց մի շարք նախապայմանների մասին են իրենք խոսում, նախապայմաններն էլ բոլորիս հայտնի են, իրենք Ադրբեջանի իշխանությունների կողմից քանիցս ներկայացվել են, առնվազն սահմանադրական փոփոխություններ եւ հղումը անկախության հռչակագրին պետք է մեր սահմանադրությունից դուրս գա, բայց տեսեք, խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք սահմանափակվելու միայն օրենսդրական փոփոխություններով, թեպետ պարզապես օրենսդրական փոփոխություն, սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը երևի սխալ է։ Այստեղ պետք է ինքնության փոփոխություն տեղի ունենա։ Գիտեք, օրինակ սետան ոնց է ներկայացնում հայոց ցեղասպանությունը։ Ասում են առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններ, միջադեպեր մեզանում, այսինքն մեր օրինակ պատմության դասագրքերում այսպես պետք է ներկայացվի ցեղասպանությունը։ Ինչևէ, նաև գալով մեր այսօրվա զրույցի ավարտին, մենք պետք է նշենք հետևյալը, իսկապես սետան նկարագրում է Հարավային Կովկասի այն ճարտարապետությունը, որը իրենք կուզենային այստեղ տեսնել, ու տրամաբանական հարց է առաջանում. Սուլթանի ցանկությունների սահմանը որտեղ է ավարտվում, որտեղ է այն կետը, որից անդին Թուրքիայի իշխանությունները չեն կարող Հայաստանի Հանրապետությանը իրենց պայմանները թելադրել տարածաշրջանային անվտանգության համատեքստում, որտեղ է այն սահմանը, որից անդին իրենք այլևս չեն կարող դիտարկել Հայաստանի Հանրապետությունը որպես պասիվ ինչ-որ մի երևույթ իրենց կոմունիկացիոն նախագծերի շրջանակներում, պասիվ ինչ-որ մի կետ, այն էլ այնքան ժամանակ է դա պասիվ կետ մնալու, մինչև այն չվերածվի արևմտյան Ադրբեջանին։ Այդ կետը որն է եւ որն է այն սուբյեկտը, որը կարող է թուրքական սուլթանին ստիպել ետքայլ կատարել եւ հրաժարվել Հայաստանի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնելուց։ Այդ սուբյեկտը ընդամենը մեկն է
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք սույն թվականի հունիսի 7-ին ունենալու են հնարավորություն իրենց գնահատականը տալ SETA-ի 2026 թվականի հրապարակած զեկույցին։ Մտածեք այդ մասին։